հասցրել էի, այսօր պատրաստվում եմ անդրադառնալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցման եւ իրավունքից զրկելու որոշ առանձնահատկությունների։ Մասնավորապես չափազանց կարևոր է իմանալ, որ ինչպես ճանապարհային երթևեկության կանոններին առնչվող մյուս խախտումները, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից կասեցումը եւ զրկումը կարելի է եւ պետք է բողոքարկել վերադասության կարգով։ Սա նշանակում է, որ դուք չեք կարող դիմել դատարան, եթե համաձայն չեք այդ ակտի հետ, եթե չեք բողոքարկել պարեկային ծառայության ղեկավարին։ Այսինքն, այն պահից, երբ որ դուք պատշաճ կերպով ծանուցվել եք խախտման կամ տույժի մասին, վարչական տույժ նշանակելու որոշումը կա, այդ պահից սկսած 1 ամսվա ընթացքում դուք կարող եք այն բողոքարկել վերադասության կարգով։ Եվ միայն վերադասության կարգով բողոքարկումից հետո կարող եք այն բողոքարկել նաև դատարան։ Կարևոր է իմանալ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը չի նախատեսում բողոքարկման համար նախատեսված 1 ամսյա ժամկետը հարգելի ժամկետը բաց թողելու դեպքում այն հարգելի ճանաչելու հնարավորություն։ Բայց վարչական վարույթի եւ վարչարարության հիմունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքը տալիս է այդպիսի հնարավորություն, այսինքն եթե կան հանգամանքներ, որոնց պատճառով դուք բաց եք թողել 1 ամսյա ժամկետը, դուք կարող եք դիմել վարչական մարմնին եւ եթե վարչական մարմինը հարգելի ճանաչի, ապա այդ հանգամանքները վերանալու պահից սկսած 15-օրյա ժամկետով կարող եք բողոքարկել վարչական ուժի վերաբերյալ որոշումը։ Կարևոր է իմանալ նաեւ, որ ի տարբերություն մյուս վարչական ակտերի, կասեցման եւ զրկման դեպքում դատարան դիմելը չի կասեցնում այդ որոշման կատարումը։ Բայց եթե դուք ապացուցեք, որ դա ապրուստի միակ միջոցն է, կարող եք հատուկ միջնորդությամբ դիմել դատարան, որպեսզի տույժի ընթացքը կասեցվի։ Եվ այդ ժամանակահատվածում դուք շարունակեք վարել մինչև դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելը։ Եթե ունեք հարցեր, այս ռիլինի պատասխան, տվեք ձեր հարցերը եւ ստորիներին հետևեք, որտեղ ես ձեր հարցերի պատասխաններին կանդրադառնամ։ Շնորհակալություն, ձեզ լավ օր եմ մաղթում։